Հարապ Արմանյան, Նիկոլ Փաշինյանը մեկնել է մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին եւ օրակարգում նաեւ agrarային հարցերն է։ Ինչ է կարծում, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի որևէ հաջողություն ունենալ այս հարցով, հաշվի առնելով այն հայտարարությունը, որն է ասում են ինքը ԵԱՏՄ-ում միակ պաշտոնյան է, ով այսպես առավելություններ ունի եւ կարող է ԵԱՏՄ շրջանակներում բոլոր հարցերը լուծվի։ Ես միայն նախկինում եղած փաստերը կարող եմ համադրել, նախկինում ասում էին ինչքանով որ ԵԱՏՄ-ն է մեզ պետք, այնքանով մենք ենք ԵԱՏՄ-ին պետք, ասում էին որևէ խնդիր գոյություն չունի եւ առնվազն Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ հանդիպումը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը որևէ արդյունք չեն տվել եւ բացի դա դրանից հետո նաեւ սահմանը փակվել է հանքային ջրերի արտահանումը եւ ես չեմ կարծում, որ այս անգամ ինչ-որ լուրջ հաջողություններ կարձանագրվեն։ Դե բնականաբար իրենք գիտակցում են, որ առանց ուրեմն ԵԱՏՄ-ի Հայաստանը ոչինչ անել չի կարող։ Գիտեք, այս իշխանությունների մեջ այսպեսի մի գործելավ ոչ կա, երբ որ դու փաստերը համադրած ասում ես, որ գիտեք ինչ կա, սա վնաս է մեր երկրի տնտեսությանը, միանգամից ինչ-որ այսպեսի մի թեզ գոյություն ունի, ռուսամետ։ Ուրեմն ես մի հստակ բանաձև ունեմ դրա հետ կապված։ Ուրեմն չլինել հակառուս եւ լինել ռուսամետ դրանք տարբեր բաներ են։ Մենք հակառուս չենք, բայց ոչ էլ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք։ Եթե դու գիտես, որ քո դրամական փոխանցումների, ասենք, տարեկան կտրվածքով 4 միլիարդ դոլար է կազմում մոտարապես կամ առևտրաշրջանառությունը 8 միլիարդ դոլար, որը համադրելի չէ այլ բևեռների հետ կամ այլ երկրների հետ, հետեւաբար փչացնել հարաբերությունները եւ անունը դնել ինքնիշխանություն կամ անունը դնել ապաշրջափակում, դա ճիշտ մոտեցում չի եւ ցավոք սրտի նորից եմ կրկնում, դա Աստված որ հաջողության հասնի Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ իր անհաջողություններից տուժում են մեր հայրենակիցները, մեր գյուղատնտեսները, կատամթեր, ձկնաբույսները, կատամթեր կարտադրողները եւ դա մոտավորապես 6-7 ամիս հետո ընդգրկելու է շուրջ տարբեր հաշվարկներով մինչեւ 200-250 հազար մարդ, այսինքն այդքան մարդ ունենալու է սոցիալական խնդիր։ Բայց նորից եմ կրկնում, համադրելով նախկինում իրենց խոսույթը եւ իրենց գործողությունները, քանի որ որևէ արդյունք չի արձանագրվել եւ դրան հաջորդել են նաեւ այլ սահմանափակումներ, կարծում եմ այս անգամ եւս սա մի հերթական փորձ է, ցավոք սրտի լավ կանխատեսումներ չունեմ այսպես ասեմ։ Դուք արդյոք նաեւ խնդիրներ չեք տեսնում ռուսական կողմից, հաշվի առնելով այն, որ ռուսական կողմը չի կատարում երկկողմ առևտրային, ինչպես նաեւ ԵԱՏՄ կանոնակարգային պայմանագրերը, որը վերաբերում է ապրանքների արտահանմանը։ Տեսեք, նախ խնդիրը ընդգծեմ, որ ԵԱՏՄ-ի հետ չի, մեր խնդիրը ավելի շուտ էսպայն Ռուսաստանի հետ է եւ քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵԱՏՄ երկրների հետ, Ռուսաստանը սահմանափակել է նաեւ տրանզիտը եւ անուղղակիորեն ստացվում է, որ մենք խնդիր ունենք ամբողջ ԵԱՏՄ-ի հետ։ Ну, բնականաբար Ռուսաստանը լոկոմոտիվն է եւ Ռուսաստանի հետ խնդիր ունենալ, դա ավտոմատ հանգեցնում է ամբողջ ԵԱՏՄ-ի հետ խնդիր ունենալուն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանը խախտելը թե չի խախտել, ես կարող եմ ասել, թե Հայաստանը ինչ է խախտել, որի արդյունքում մենք ունենք այս իրավիճակը։ Ամբողջ նախընտրական քարոզարշավը հիմնված է եղել հակառուսական թեզերի վրա։ Բացի դա, արևմուտքից ստանում են գումարի խոստում, որ ուղղված է լինելու հյուսիսից եկող այսպես հիբրիդային սպառնալիքների հետ։ Դա բոլորիս համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանին։ Հիմա այս պայմաններում ինչ ենք մենք փորձում ակնկալել Ռուսաստանից։ Իմ կարծիքով իրենք հույս ունեին, որ հերթական անգամ Ռուսաստանը չի գնա կոնկրետ գործողությունների եւ այդ հույսով փորձում էին ապրել, բայց ցավոք սրտի ունենք այն ինչ ունենք։ Եվ ես նորից եմ կրկնում, որպես տնտեսագետ եմ արդեն ասում, որպես նաև քաղաքական գործիչ, ինչու՞ չէ, լավ կանխատեսումներ չունեմ, սակայն այնպես չի, որ ես չարախնդում եմ, բազմիցս կրկնել եմ նաև ես երեք իմ ելույթի մեջ եւ նոր տերմին եմ դրել շրջանառության մեջ, խնդրում եմ սրան ուշադրություն դարձնել, իրենք խաթարել են տնտեսական խաղաղությունը, որը իդեպ ոչ միայն արտահանասահմանափակումներով է սահմանափակվում, այլ նաև այդ սեփականության իրավունքի ոտնահարմամբ, սեփականության խլելով եւ այս ամբողջի հանրագումարը նշանակում է, որ խաթարված է տնտեսական խաղաղությունը։ Այ իրենք սրա մասին պետք է մտածեն, որտեվ հնարավոր չէ եւ մի բանի ուշադրություն դարձնենք, ինչու է Ռուսաստանը պնդում, որ պետք է տարեվերջին լինի հանրաքվե, այդ հանրաքվեի պահանջը։ Դրա մեջ կա ուղերձ իմ կարծիքով, որ խնդիրը ոչ թե հայ ժողովրդի հետ է, այլ Հայաստանի իշխանությունների հետ է, որտեղ իրենք ունեն նաև լեգիտիմության խնդիր։ Եվ այդ ակնհայտ բաները են, այդ փոշիացած ձայները, նորից եմ կրկնում հակառուսական թեզերի վրա, այդ ողջ քարոզը, եւ դրա պատուղները մենք պետք է քաղենք պարզապես։ Չի լինում այդպիսի բան, որ Ֆոն դեր Լայենը, Կայա Կալասը հակառուսական հայտարարություններ անեն, Զելենսկին հակառուսական հայտարարություններ անեն, եւ դա այդպես հեշտ մարսվի գնա։
իմ կարծիքով իրենց վարած ոչ հեռատես կամ գուցե դիտավորյալ, ես չեմ կարող ասել, քաղաքականության պատուղներն ենք մենք քաղում հիմա։